Պահանջը մեկն է եւ հստակ հանցագործին հանձնել հայ իրավապահ մարմիններին եւ ոչ թե որ նախաքննություն ուղղակի Հայաստանում իրականացվի եւ դատավարությունը պատիժը այդ անձը քրեակատարողական հիմնարկում ավելի հստակ ասեն պիտի կրի Հայաստանի Հանրապետության տարածքում այսինքն մեր պահանջը այսօր դա իսկ դատախազն ասում է դա դեռ սկզբունքային հարց է չի դա դեռ կորոշվեց սկզբունքային հարցը հենց դա է բոլորին հուզում է այդ հարցը որտեղ այդ մարդը բանտարկված լինելու այսպես ասեմ հա որ տարածքում այս բանին դեռ ռուսական ռազմակազմային Դա էլ է ստորացում, չնայած իրավական հիմնավորներ ինչ-որ միշտ գտնում են իրենք, հա, դա ցանկացած հարցի դեպքում ծանոթալի է, սոցիալական հարց լինի, կենսաթոշակային հարց լինի, թե ազգային անվտանգության հարց լինի, միշտ ինչ-որ հիմնավորումներ, ամեն ինչ կանենք, որ ուրիշին արդարացնենք, ինչ-որ ձև հիմնավորում գտնենք, բայց այստեղ էլ է ազգային արժանապատվության հարցը, այսինքն դեռևս անգամ մեզ չեն հանձնում, հա, իրենց տարածքում իրենց համար այդ գոյացությունը նստած է ու ինչ-որ պրոցես է ընթանում, լավ, թեկուզ եւ այդպես, հա, բայց գոնե այնքան այն վիճակը չկա, որ գոնե գլխավոր դատախազը հայտարարի, որ հանգիստ եղեք, օրինակ, ես երաշխավորում եմ, որ այդ անձը պիտի իր պատիժը կրի հենց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չէ՞ որ մեր քաղաքացին Հրաչյա Հարությունյանը, որի արարքը չես համեմատի այս ոճրագործության հետ, իր պատիժը կրում է Ռուսաստանի Դաշնությունում, չէ՞։